Компании «Ташир». Все грани бизнеса. Վանաձորի կերպարվեստի թանգարանը չի ջեռուցվում, որն էլ վտանգում է ներկայացված գործերի գոյությունը, բացի դա կառույցը 40 տարի կապիտալ վերանորոգման երես չի տեսել։ Երգիչ Էրիկ Կարապետյանը գալիս է Վանաձոր, ինչ անակնկալներ են խոստանում համերգի կազմակերպիչները, կպատմի մոլորակը, եւ երբ սայթակում են մոդելները տեսանյութ, որտեղ կտեսնեք գեղեցկուհիների ցավոտ վայրեջքները ու այն ինչի համար շատերը ստիպված են լինում թողնել կարիերան։ Բարի օր, բարի գալուստ մոլորակ լրատվական, ես Սարգիս Գոքորյանն եմ, մենք պատրաստ ենք ամփոփել օրվա իրադարձությունները։ Վանաձորի պատկերասրահը, որ կառուցվել է 40 տարի առաջ, երբևէ չի նորոգվել, ջեռուցման բացակայությունը սակայն ստվերում է նորոգման խնդիրը։ Ցուցադրվող մոտ 2000 կտավները վտանգված են, ցուցասրահում հնարավոր չէ պահպանել կայուն ջերմաստիճան։ Անահիտ Կարապետյանն է շարունակում թեման։ Վանաձորի ներկայիս կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին որպես ազգային պատկերասրահի մասնաճյուղ, 5 տարի անց սկսել է գործել որպես առանձին թանգարան։ Այսօր թանգարանի մշտական հավաքածուն ընդգրկում է 100 արվեստագետների ավելի քան 1700 ստեղծագործություն և 150 աշխատանք, որոնք պատկանում են ազգային պատկերասրահին։ Տարեկան 1 տասնյակից ավելի ցուցահանդեսներով է ներկայանում թանգարանը։ Կերպարվեստի թանգարանն այսօր կապիտալ վերանորոգման կարիք ունի։ Շուրջ 40 տարիների ընթացքում կառույցը մասնակի վերանորոգվել է, այդուհանդերձ խնդիրներ այստեղ շատ կան։ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը նշում է, որ առաջնային խնդիրներից մեկը ջեռուցման հարցն է։ Այստեղ փաստորեն պահպանվում են արվեստի հրաշալի գործեր, բայց շենքային պայմանները այսօր այլևս չի համապատասխանում եւ առաջի հերթին միայն աշխատասենյակներում է, որ ջեռուցում է կատարվում, ամբողջ շենքում ձմռանը ջեռուցում չի լինում, որովհետև նման պայմաններում ամբողջ ուրեմն ճակատային մասը հարկավոր է փոխել շենքի։ Նոր 40 տարի առաջ ինչ հնարավորություններ, որ եղել է ժամանակին արել են, բայց այսօր այդ ամենը չի համապատասխանում։ Նախկինում թանգարանը ջեռուցվել է Վանաձորի ջերմաէլեկտրոկայանի կողմից անհաշիվ ու անվճար, իսկ այսօր ստեղծված պայմաններում ջեռուցում ապահովել հնարավոր չէ, նշում է Փափագալոյանը, ավելացնելով, որ միայն դիմահայաց պատի փոփոխության պարագայում հնարավոր է թանգարանը ջեռուցել։ 65 մետր երկարություն ունեցող շենքում ջեռուցվում է ընդամենը 2 աշխատասենյակ։ Գրեթե չջեռուցվող թանգարանի խնդրի մասին համապատասխան կառույցները քաջատեղյակ են, համայնքը բավարար միջոցներ չունի։ Բավականին գումարները մեծ են եւ այսօր մեր համայնքային բյուջեով հնարավոր չի այդ ամեն ինչ անել։ Մենք իհարկե փնտրում ենք նաեւ մարդիկ, որոնք կարողանան ֆինանսավորեն։ Սպասումներ կապիտալ վերանորոգման առումով Փափագալոյանն ունի, քանի որ այն ներառված է պետական ծրագրի մեջ առաջիկա 4 տարիների ընթացքում։ Մնում է սպասել խնդիրների լուծմանը։ Հույս ունեմ, քանի որ պետական ծրագրի մեջ է մտել եւ բացի այդ թանգարանը բավականին լուրջ աշխատանք է տանում մշակույթի բնագավառում, նաև ուրեմն ծրագրեր, որոնք մենք ենք գրում եւ շահում ենք այդ ծրագրերը, մի շարք ծրագրեր եւ այս տարի եւ անցած տարի եւ նախանցած տարի, դրանով նաև հարստանում է թանգարանում մեր ունեցած եւ գույքը եւ տեխնիկան, այդ առումով էլ բավականին թանգարանը շահեկան վիճակում է այսօր։ Կարծում եմ, որ պիտի լինի։ Ստանալով իր համեստ պետական աջակցությունն արվեստի զարգացման լիարժեքություն ապահովելու նպատակով թանգարանում ակնկալում են օժանդակություն անհատներից եւ հիմնադրամներից։ Անահիտ Կարապետյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը, երգիչ Էրիկ Կարապետյանը սկսում է շրջագայությունը Հայաստանում, նա կլինի նաև Լոռու մարզի մի շարք քաղաքներում։ Վանաձորի մենահամերգի մասին է հաջորդ տեսանյութը։
Նոյեմբերի 3-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Էրիկ Կարապետյանի առաջին մենահամերգը։ Art and Show մշակութային կազմակերպության հիմնադիրները խոստանում են կենդանի հնչողությամբ ու շատ անակնկալներով լի համերգային ծրագիր։ Կենդանի հնչողությամբ, միանշանակ կենդանի հնչողությամբ է լինելու եւ ուղղակի բոլորին խորհուրդ կտամ, որ շտապեն, որովհետեւ բացառիկ համերգ է լինելու եւ ասեմ, որ ընդհանրապես Էրիկը իր կարիերայում առաջին մենահամերգների շարքն է սկսում։ Համերգին կհնչեն Էրիկի հին ու նոր երգերը, ժողովրդական ու էստրադային պոպ ու վրացական կատարումներ, երգեր, որոնք հնչել են միջազգային բեմերում, նոն-սթոփ տարբերակով կհնչի նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։ Ալեքսանդր Գրիգորյանը բացում է փակագծերը։ Համերգի հետ կապված կարող եմ ասել, որ բացառիկ շոու ծրագիր է լինելու, որովհետև ամենակարևորը կենդանի ձայն է լինելու, նոն-սթոփ կարգավիճակով է տեղի ունենալու ամբողջ համերգային ծրագիրը, լինելու է Էրիկի հետ նաև պարի խումբ, որտեղ Էրիկը բացի երգելուց նաև պարելու է իրենց հետ միասին, հաղորդավոր որպես այդպեսին չի լինելու է մի անձնավորություն, ով համերգի բացումն է անելու եւ փակումը, դա էլ ես եմ իհարկե, եւ նաեւ տոմսերի հետ կապված, տոմսերը կարող են գնել առևտրի կենտրոնի լյուքս համակարգիչների խանութից։ Սիրելի լորիի բնակիչներ, համերգը անպայման տեղի է ունենալու։ Դա ձեզ է ասում Art and Show ընկերության հիմնադիրներից մեկը, ես Սաշա Գրիգորյանս։ Աշնան վերջին ամսվա 3-րդ օրը լորեցիները հնարավորություն կունենան մասնակից դառնալ համերգային շոու ծրագրին։ Մնացած բոլոր գաղտնիքները կբացահայտվեն երգչի մենահամերգին։ Անահիտ Կարապետյան, Արեն Ոսկանյան, Մոլորակ։ Արշավում միջազգային դրահոսն է, աշխարհում կատարված իրադարձություններից ուշագրավները ներկայացված են մեկ տեսաշարում։ Վրաստանի նոր նախագահի երթմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին ընտրություններից 3 շաբաթ անց։ Այս մասին հայտնել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ իշխող վրացական երազանք կոալիցիայի անդամ Վախթանգ Խմալաձեն։ Ըստ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների նախագահական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն առաջատար է վրացական երազանք կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարկվելաշվիլին։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 62.18%։ Վրացական երազանքի կողմնակիցները հոկտեմբերի 27-ի երեկոյան էքզիտ պոլի տվյալների հրապարակումից հետո Թբիլիսիի փողոցներ են դուրս եկել, տոնելով իրենց թեկնածուի հաղթանակը։ Նովոստի Գրուզիան հայտնում է, որ տոնելու ընթացքում վրացական երազանքի կողմնակիցների 2 մեքենաներ վթարվել են Թբիլիսիի կենտրոնում։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատեղամասերի 70%-ի տվյալների հաշվարկից հետո Մարկվելաշվիլին ստացել է 62.18%, իսկ միասնական ազգային շարժում կուսակցության թեկնածու Դավիթ Բարքրաձեն 21.88% ձայն։ Բարքրաձեն արդեն ընդունել է պարտությունը։ Ֆրանսիայի հյուսիսարևմուտքում Սուրբ Հուդա փոթորկի պատճառով հոսանքազրկվել է մոտ 60,000 տուն։ Ավելի վաղ հաղորդվում էր 30,000 հոսանքազրկված տնտեսությունների մասին։ Ամենից շատ աղետը վնաս է հասցրել Բրետան եւ Նորմանդիա շրջաններին։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ քամու ուժգնությունը կարող է հասնել 120-ից 130 կմ/ժ արագության։ Առայժմ զոհերի եւ տուժողների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ավելի վաղ փոթորկի պատճառով Նիդերլանդների ավիաընկերությունը Չեխիալ էր հայտարարել ավելի քան 40 միջազգային չվերթ։ Այժմ փոթորիկը մոտենում է Մեծ Բրիտանիայի ափերին։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում արդեն Չեխիալ է հայտարարվել մոտ 60 չվերթ։ Տեղափոխվենք Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության գործունեության։ Այն հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում հեռախոսների գաղտնալսման ու համացանցում առկա հաղորդագրությունների վերահսկման առնչությամբ։ Վերջ տվեք մեզ հետևելուն կոչի ներքո ընթացող ակցիան տեղի է ունեցել Կոնգրեսի շենքի մոտ Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգում, հաղորդում է Իտար 10։ Հասարակական կազմակերպություններից բացի ակցիայի նախաձեռնողների թվում հանդես են եկել մի շարք հայտնի քաղաքական գործիչներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Հարահավաքի ժամանակ ողջունել են անվտանգության ազգային գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ում շնորհիվ հայտնի է դարձել գերատեսչության գաղտնի ծրագիրը։ Հարահավաքի մասնակիցները հայտարարել են, որ նախատեսում են ավելի քան 500,000 ստորագրություն հավաքել Կոնգրեսին ուղղված բանաձևի ներքո, կոչ անելով ստեղծել հատուկ հանձնաժողով ազգային անվտանգության գործակալության գործունեության հետաքննության համար։
Կյանքի 71-րդ տարում վախճանվել է լեգենդար երաժիշտ The Velvet Underground խմբի հիմնադիր Լու Ռիդը։ Երաժիշտի մահվան պաշտոնական վարկածը չի հրապարակվում։ Այս տարվա մայիսին նա լյարդի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել։ Ռիդի այրու Լորի Անդերսոնի խոսքով վիրահատությունից առաջ նա ծայրահեղ ծանր վիճակում էր։ Դրանից հետո Լու Ռիդը շատ արագ վերադարձել է ակտիվ կյանքին։ Մասնավորապես ծրագրում էր մասնակցել Փիթեր Գեբրիելի երգերի ձայնագրությանը։ Լու Ռիդի անհատական վերջին ալբոմը թողարկվել է 2007 թվականին։ Լիանա Մխիթարյան, Մոլորակ։ Երբ սայթակում են մոդելները, տեսանյութ, որտեղ կտեսնեք գեղեցկուհիների ցավոտ վայրեջքներն ու այն, ինչի համար շատերը ստիպված են լինում թողնել կարիերան։ Լիաննա Մխիթարյանն է շարունակում։ Լուսանկարիչների բազմություն, մեծ պոդիում, նորաոճ հավաքածուներ, երկար ոտքեր, հմայիչ մոդելներ և, այո, այս ամենի կողքին երբեմն հանդիպում են նաև այսպիսի տհաճություններ։ Իսկ երբևէ ձեզ հարց տվել եք, թե ինչ է լինում, երբ սայթակում են մոդելները։ Վերջիններիցս շատերի համար դա դառնում է հերթական խորը դեպրեսիայի առիթը, էմոցիոնալ դիտողի համար անհանգստանալու պատճառ, ոմանց համար էլ ծաղրուծանակի սպասված պահ։ Մեծ ու երկար սպասված ցուցադրությունների ժամանակ սայթակելը յուրաքանչյուր մոդելի համար մահու չափ սարսափելի է։ Հոգեբանները վստահ են, որ հաճախ հենց այդ ներքին վախն է, որ ընկնելու պատճառ է դառնում։ Դե իսկ վայրեջքները միշտ չէ, որ փափուկ ու սահուն են լինում, հատկապես եթե հաշվի առնենք 15-ից 20 սանտիմետր երկարություն ունեցող կրունկներով անհարմար կոշիկների հանգամանքը։ Ասում են գեղեցկությունը զոհեր է պահանջում, բայց այս տեսակ զոհողությունների գնալ համաձայնեք ամեն մարդ չէ, որ կհամաձայներ։ Հիշենք թեկուզ Փարիզյան նորաձևության տներից մեկի երիտասարդային մանեկենուհուն, ով անհարմար վայրեջքից օրեր անց կյանքին վերջ տվեց քնաբեր դեղամիջոցներով։ Դե իսկ առավել հնարամիտները դիտողին խորամանկորեն խաբելու ձևը լավ են գտել, համոզել, թե սայթակումը շոուի մի մասն էր։ Հավատացած եղեք, անկախ սայթակումների ուժգնությունից, ձևից, տեղից ու այլ հանգամանքներից ավելի լավ է վայր ընկնել, քան այս աղջկա օրինակին հետևել, պոդիում դուրս գալ հարբած, ինչպես ժողովուրդը կասեր ծովը ծնկներից։ Լիանա Մխիթարյան, Մոլորակ։ Թողարկման ավարտին եղանակի մասին Էռնա Անտոնյանն է ինձ հետ։ Էռնա, ինչ կա եղանակից։ Սարգիս, նախքան եղանակին անդրադառնալը նշեմ, որ եղանակի տեսության գործընկերն է Lux Computers-ը, որակյալ համակարգիչների իրական հասցե Lux Computers։ Աննախադեպ առաջարկ Lux Computers խնութրից։ Չլսված գների իջեցում Լոռու մարզում եւ այսպես ուշադրություն ժամանակակից համակարգիչ 150,000 դրամ, նոթբուք 170,000 դրամ, հեռուստացույց 170,000 դրամ, ֆոտոխցիկ 35,000 դրամ եւ սա դրամենը չէ, մեզ մոտ արդեն վաճառվում են բջջային հեռախոսներ սկսած 10,000 դրամից։ Lux Computers, մենք կհոգանք նաեւ ձեր ճանապարհածախսը Լոռու մարզում։ Այցելեք մեզ քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 28 հասցեին գործող առևտրի կենտրոն երկրորդ Հարկ 12 տաղավար Lux Computers լավագույնի սկիզբը սպասեք նոր անակնկալների Այժմ ներկայացնենք կանխատեսումները։ Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ միայն հարավարևելյան շրջաններում, դեռ հնարավոր են թույլ տեղումներ, տեղ-տեղ հնարավոր է քամի 18-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Առանձին վայրերում նաև մառախուղ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ին արևի ազդեցությամբ պայմանավորված կբարձրանա 1-ից 2 աստիճանով։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 3 ցելսիուսը 15 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 1 ցելսիուսը 10
աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 6, ցերեկը 16 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 1, ցերեկը 11 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 1 աստիճան, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 2, ցերեկը 13 աստիճան տաքություն։ Երևանում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում կդիտվի մինչև 18 աստիճան տաքություն։ Սարգիս անկախ եղանակից, ժպտացեք հաճախ։ Շնորհակալ եմ եռնականխատեսումները ներկայացնելու համար, բարեկամներ, այսքանն էինք նախատեսել, շնորհակալություն ուշադրության համար, շարունակեք դիտել Ֆորտունա եւ մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։